Պարոն Խաչատրյան, առաջարկում եմ ճշտել, ոնց որ թե հիմա հակառակն է, էլի, ոնց որ եկենգի ժամանակ պետք է ունենայր այդ սարքը, հիմա պետք չի ունենա սարքը, օպերատորից վերցնում ես մի քանի 100 դրամ այդ գրանցումը, այսինքն դուք հակառակը ասացիք, ասում եմ հակառակը չի, էլի, հիմա է հեշտ, այն ժամանակ է դժվար։ Հիմա կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ, պարոն Խաչատրյան, բոլորին էլ հայտնի է, որ տարբեր թաղամասերում, մասնավորապես Երևանում, տարբեր այլ տեղերում, որտեղ որ կոռուպցիոներները, հիմնականում նախկին կոռուպցիոներները շատ բաներ ունեն հետ գցած, տարբեր կրպակներ, տարածքներ, բան, ապօրինի վարձով են տալիս, այդ վարձակալությունները հավաքում են, ոչ միտեղ ոչ գրանցվում է, ոչ հարկ են վճարում, ոչ երևում է, օրինակ էլի, շատ փոքր բաներ եմ ասում, տներ ունեն, բնակարաններ ունեն, հիմա թղթով չի անում, ճիշտ է, հիմա այդ ամեն ինչը, որ սկսեց հանկարծ հայտարարագրվել, եւ դուք ասում եք, որ չեն հայտարարագրի, բա որ չեն հայտարարագրի հետո այդ եկամուտները ոնց են ծախսելու, մեկի եկամուտն է, չէ, դա դառնալու, հետո այն մեկը հայտարարագրելու է, չէ, հետո երևալու է, չէ, որ այդ փողը որտեղից է եկել ծախումը, հետո գնալու են հարց են տալու, ասելու են եղբայր, բա այս փողը որ այսքան ծախսում ես, բա որտեղից։ Եվ ես հավաստիացնում եմ, որ այստեղից ահռելի մեծ չափով եւ կոռուպցիայի կանխարգելումա դուրս գալու, եւ ապօրինի գույքա դուրս գալու, եւ տարբեր այլ բաներ, եւ այո, մեր քաղաքացիները սովորական, մեր հարգելի քաղաքացիները 100,000-ավոր ովքեր աշխատում են, պարզ, հանգիստ, ոչ մի այլ եկամուտներ չունեն, աշխատավարձ են ստանում, իրանք մտնելու են, տեսնելու են, որ իրենց եկամուտները այնտեղ կա արդեն, մի քլիկով ասելու են շնորհակալություն, համաձայնում ավարտվելու է։ Եվ ինչ են ստանալու նրանք դրա արդյունքում, ստանալու են այն, որ եթե նախորդ տարում իրենց երեխաներին տարել են երաժշտական դպրոցներ, սպորտի խմբակներ, այլ ծախսեր են արել կրթության ոլորտում, մանկապարտեզներ, դպրոցներ, իրենք ստանալու են իրենց հասանելիքը։ Սա է տեղի ունենալու։ Եվ ինչու եք դուք հիմա անհանգիստ, ինձ հասկանալի չի։ Ես կարծում եմ, որ շատ մեծ հնարավորություններ է ստեղծում մեր սովորական քաղաքացիների համար 100,000-ավոր։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։